Հրամեցեք, հարցրեց, շատ բարև եկաք, համեցեք։ Քանի օր եք եղել Երևանում։ Արդեն 10 օր եղավ։ Թեհրանի Արաքս հայկական թերթի գլխավոր խմբագրի աշխատանքային առօրյան փոխվել է։ Իրանի դեմ շարունակվող պատերազմի 18-րդ օրը Թեհրանում գտնվող խմբագրատունը դժվարություններով է աշխատում։ Հիմնական խնդիրը ինտերնետ կապն է։ Այն մամուլը, որը հենված է ոչ ներքին ինտերնետին, դժվարություն ունի։ Եվ ոչ միայն մենք, բոլոր նրանք, ովքեր որ հիմա օգտվում են Telegram կայքեջից, WhatsApp-ից կամ այն մյուս, այսպես ասենք, ծրագրերից դժվարություն ունեն։ Դրսից էլ չեք կարողանում դուք նայել իրանական կայքերը, որովհետև դրսից էլ է փակվել, այսինքն գրեթե հարցը մեկ կողմից չէ, երկու կողմից է դժվարություն առաջացել։ Այդ առումով մենք դժվարություն ունենք, որովհետև մեր աշխատանքները հիմնականորեն հենված էր արտաքին ինտերնետի վրա։ Իրանում ինտերնետ կապի խափանումներից բացի դժվարացել է նաև հեռախոսազանգերով հաղորդակցվելը։ Հայաստանից օրինակ ավելի բարդ է զանգ կատարելը, քան նահանգներից, ասում է Քեշիշյանը։ Հայաստանի բaragան չգիտեմ, ինձ թվում է, որ սատելայտների հարց կա։ Օրինակ հենց մերոնք որովհետև Ամերիկայի հետ խոսում են ամենօրյա հանգիստ հեռախոսը վերցնում, զանգում են եւ սովորական հեռախոսով եւ բջջայինով, խնդիր չունեն։ Դեպի Հայաստան այս կապը թեև լինում է, բայց օրինակ բջջայինով եթե զանգում են մի րոպեի չափ զրույց է լինում եւ անջատվում։ Կապի խնդիրներ թեև կան, հայերի շրջանում մարդկային կորուստներ բարեբախտաբար չկան։ Իրանի դեմ շարունակվող պատերազմից եկող ամենաթարմ լուրերը խորհրդարանում ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Խոսք կար, որ թեթև վիրավորներ կային 2 հոգի, բայց կրկին տեղեկությունները ինքան Իրանահայերի թեթև վիրավորներ կային, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը, հաճախ ասում են, այդ որ երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնում ենք, փորձում ենք հաստատել, բարձում է որ կամ չի եղել, կամ այնքան նշան է եղել, որ տեղյակ չեն։ Ներողություն, այս երկուսը հաստատված է։ Չէ, հաստատված չի։ Իշ մեկ այդ ընդվզումների քաղաքական շարժման ընթացքում անդադ լուրեր էին պատտվում, թե քանի զոհված հայեր կային եւ այլն, բայց վերջում պարզվեց փաստորեն այդ ուղղճացված թվերը մեղմ ասած իրականությանը չէին համապատասխանում։ Իրանում պաշտոնական տվյալներով 1400 հաստատված զոհ կա, շուրջ 16000 բնակարան վնասվել է։ Թեհրանում եւ Սպահանում հարվածների բեկորները հասել են նաեւ հայկական թաղամասեր։ Վնասվել է Թեհրանի Մաջիդիեն թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Բնակիչներից ոմանք մնացել էին փլատակներում, բարեբախտաբար զոհեր չկան։ Մարդիկ ռումբերի դա ձայները, բաները նեղացնող են, մտահոգի չեն։ Նկարման որոշ չափով մեկ էլ տագնապալի, մարդիկ փորձում են մեծ քաղաքներից կամ այն կենտրոնները, որ հարվածվում է, եթե հարվածն են, ասենք այդ կենտրոններին մոտիկ տներ կամ բաներ կան, այնտեղից մարդիկ տեղափոխվում են ավելի ապահով տեղեր։ Իրանը մեծ երկիր է եւ այդ հարվածները այդքան էլ իրեն դեռ ցույց չի տալիս։ Վերջին հաշվով 1.600.000 քառակուսի կիլոմետրի մասին ենք խոսում։ Այս հանգամանքով է պայմանավորված նաև, որ դեպի Հայաստան իրանցիների ու իրանահայերի անկանոն հոսք չարձանագրվեց։ Որևէ տվյալ կոնկրետ չունենք, քանիսն են եկել, բայց կարող ենք ասել հետևյալը. որևէ արտառոց հոսք, այսինքն մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ այդ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Մարդկային հոսքերը թեև շեշտակի չեն ավելացել, բայց հայ-իրանական սահմանի մեղրի անցակետում որոշ անհարմարություններ լինում են, պատմում է ականատեսը։ Թեհրանից օրական 5 կամ 6 ավտոբուս է շարժվում դեպի Երևան, եւ բնականon դրանք շարժվում էին հակառակ այդ պատերազմական պայմաններին, նույնիսկ շարունակվում էր։ Նոր կամ sense այլանդակ ավելացում չկար ճամփորդների թիվի մեջ, որոշ փոփոխություններ կոնե կամ նոր պատրաստություն պիտի տեսնեին այն առումով, որ մարդկանց կարողանան ավելի արագ ընդունեն, որովհետև այդ պահին, որ մենք ներս մտանք սահման, այդ կետը, որ արդեն պայուսակների ստուգման բաժինն է, բավական խտացված է։ Պատերազմի ֆոնին տեղեկություններ են տարածվում նաև, թե իրանական ռազմական ստորաբաժանումները տեղակայվում են քաղաքացիական տարածքներում, այդ թվում հայկական դպրոցներում, ինչը կարող է հավելյալ ռիսկեր առաջացնել իրանահայերի համար։ Այդքան էլ իրականության հետ չեն առնչվում, ես այդ հարցով խոսել եմ մեր տնեցիկի հետ, նամանավանդ որ դպրոցներից մեկը հենց մեր փողոցին մոդիկ դպրոց էր, որ այդ այսքան չէ, նման բան չկա ընդհանրապես։
եւ դրանք ավելի շուտ սուդեր են, որոնք նաեւ այդ սուդի վրա ուռճացվում են այլ հարցեր, կարծես մեկ-մեկ էլ թշնամական են առումով, որ կարծես մարդկանց հետաքրքրում է նաեւ զոհեր փնտրել կամ գտնել կամ զոհերի հասցնել հայկական թաղամասերում։ Իրանում կյանքը շարունակվում է, բայց եւ թանկանում։ Տնտեսական ու սոցիալական անորոշությունները իրանահայերից շատերին են ստիպում մտածել Հայաստան տեղափոխվելու մասին։ Համոզված են, պատերազմի մեջ գտնվող Իրանի այլընտրանքը խաղաղ Հայաստանն է։ Շատ հաճելի է, ուրախացանք շատ։ Վոլոդիա Մուշեղյան, Արման Թովմասյան, լուրեր։